Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անցերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենացանկներ Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Հագցնել հուզմունքը չի օգնում ոչ մի միջոց Տարիներն անցան արագ ինչպես դասամիջոց Եվ դու, և ես, մենք բոլորով Տալիս ենք հրաժեշտ մեր մանկությանը Եվ ասում անանք տարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Պահը չկորցնես նրան ասել սիրուդ մասին Գուցե հենց այսօրվանից քայլեք դուք միասին Դեպի նոր կյանք անկեղծ սիրով Բայց կանգ առեք մի պահ ու դպրոցին ասեք մնաս բարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անցերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Na-na-na-na-na-na-na-na Na-n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 a Զանգն է վերջին Na-na-na-na-na-na-na-na Զանգն է վերջին Եվ թե 44 օրյա պատմություն չխնայեցին սեփական կյանքը հան հայրենիքը Հայրենիքը մեր հողն է, մեր տունն ու ընտանիքը Հայրենիքը մենք ենք Ձայնը գույն ունի, կարոտը հնչում ու երգի հոնի մարմնի չերտված թռչունների չուն Ունի դրություն, աղայսի միջ, աղոտքի համար ափերն իրարից շատ են ամաչում Ցավոք, մեր պատմության էջերում կրկին պատերազմներ կրվեցին Այն իր մեջ ամփոփեց կռիվը ու ընդվզում, պայքար ու կարոտ, հավեր սպասում Իջելու, պայքարելու, հաղթելու լավագույն տարբերակը հայրենիքը չլքելն է Հայրենիքից չնեղանալն ու այստեղ ապրելն է Այստեղ աշխատելն ու արարելն է Հայրենիք կերտելն է Հավերժ փափ պատիկ բոլոր նրանց, ովքեր չապրեցին, որ ապրեն Ովքեր չսիրեցին, որ սիրեն Ովքեր պատգան թողեցին անձնրասին իրոք Արժանապատվության ու մեղվոր հայրենիք Նրանց պահած ու պաշտած հայրենիքը այսօր մեր Եվ նրանց կյանքով վաստակած խաղաղությունը նույնպես մեր Փառք ու պատիվ հայոց հայրենյանվեր զավակների Օրինք ու նորում նրանց մայրերին Նրանց սխրանքը անմահ է և անունը մեր սրտերին Երազիմ երկիր հայրենի Հոգսեր աչա հույսոտ մեծ
Հարկարով երկիր երազիմ երկիր հայրենի հոգսերը չար հույսդ մեր Հարկարով երկիր Ես մի բուրնեմ քո Ես մի ծիլնեմ քո արտի Ես մի թերթեմ քո ծաղկի հայրենի երկիր Ես մի բուրնեմ քո Ես մի ծիլնեմ քո արտի Ես մի թերթեմ քո ծաղկի հայրենի երկիր Հայաստան Երազիմ երկիր հայրենի Հոգսերը չար հույսդ մեր Հարցվաբու երկիր Իմ պաղերն են քեզ շահեր Իմ եղբայրն է քեզ պահել Քոնն որդիկն իմ ջահել հայրենի երկիր Իմ պապերն են քեզ շահել Իմ եղբայրն է քեզ պահել Քոնն որդիկն իմ ջահել հայրենի երկիր Հայաստան Հայաստան Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուրջ, թե կատակեր և թե լուրջ, թե հեքիաթ կախարդական, և թե կյանքեր իրական ու կարծես երեկեր դեր դասերու դասարաններ ախ ես ոնց է ջերմակել իմ դասատուն են ջահել ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով
ինձ հետ միշտ կմնան անմոռաց, անբաժան հուշերը դպրոցական օրագիր պահարան ինչ ուրախ էր, ինչ անհոգ թե ձմեռեր և թե շոգ թե տանիք էր հայրական և թե տուն նավիրական դու նստում էիր կողքից մանկության ընկերուհից բայց այսօր արի ու տես ես կարծես սիրում եմ քեզ ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլոր Примите мои искренние поздравления по случаю окончания основной школы. Годы, проведенные в этой школе, это неотъемлемая часть биографии каждого ученика. В ходе учебы вы познавали мир, открывали новые горизонты, приобретали необходимые знания и навыки. Я желаю вам достижения планов и всего самого наилучшего, а самое главное – мирного неба над головой. Стремитесь, дерзайте, не останавливайтесь на достигнутом, и у вас все получится. В добрый путь!
Կանգնած եք նոր կյանք մտնող այս կամուրջին, զինված եք ոսմամբ տված մեր դպրոցի, տարոտի կանչով գալու եք դպրոց իրելի, բայց աշակերտ կշկինել մենք չենք լինի, վերջին զանգ դե հնչիր ու բարով, մեր անգին հուշերով, հեռանում ենք սիրով, վերջին զանգ դե հնչիր ու բարով, դպրոցի Վերջին զանգ դե հնչիր ու բարով, դպրոցի հույզերով
Ես ու դու ունենք մի պատմություն, կողք կողքի անցել ենք մանկություն, տարիներ գլորվեցին, պատանի մեզ դարձրեցին։ Ես ու դու ունենք մի պատմություն, իմ ու քո դպրոց երջանկություն, հարազատ մի ընտանիք, ուրան հոգ էինք երջանիկ, դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր, ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ, դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր, ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ։ Էս կողքի բակում ենք մենք կռվել, տղերքով մեկ դասից փախել, ոչ ավել ու ոչ պակաս, ձեզ եղել ենք պատուհաս։ Ես այստեղ լացել ու ռախացել, խեն սիրել եմ կամել ուշացել, իմ դպրոց հավերժ կանգնած, հեռանում եմ ես անդարձ, դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր, ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ, դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր, ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ։ Դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր, ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ, դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր, ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ, ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ։
Եթե ուզում ես քեզ հասցնի փոխանցները, դա մարդ Ստացվեց, ժամանակի վեքին են աշխատել։ Ստացվեց, ժամանակի վեքին են աշխատել։ Ես դռնի վնկամ ամրության գիրկը։ Հա, ես է։ Մանկություն, ես կարող մի հատ էլ ապագա կազմակերպել։ Ավարտել եմ Կարեն Ասրյանի անվան համար 171 հիմնական դպրոցը։ Ես Արեգ Զալիբեկյանն եմ, ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Ավարտել եմ Կարեն Ասրյանի անվան համար 171 հիմնական դպրոցը։ Օքսֆորդի պատվավոր շրջանավարտներից։ Ավարտել եմ Կարեն Ասրյանի անվան համար 171 հիմնական դպրոցը։ Ես աշխարհի չեմպիոն Միլենա Հովհաննիսյանն եմ։ Ավարտել եմ Կարեն Ասրյանի անվան համար 171 հիմնական դպրոցը։ Ես հայտնի բիզնեսմեն Նարեկ Կարապետյանն եմ։ Ավարտել եմ Երևանի Կարեն Ասրյանի անվան համար 171 հիմնական դպրոցը։ Ես երաժշտական գրեմի մրցանակակիր Մարինա Բաբայանն եմ։ Ավարտել եմ Երևանի Կարեն Ասրյանի անվան համար 171 հիմնական դպրոցը։ Ես դերասան Սամվել Պողոսյանն եմ, արտավազ մրցանակի դափնեկիր։ Ավարտել եմ Կարեն Ասրյանի անվան համար 171 հիմնական դպրոցը։
Ես Երևանի գլխավոր ճարտարապետ Աղրամ Շահբերդյանն եմ։ Ավարտել եմ Երևանի Կարեն Ասրյանի անվան 171 հիմնական դպրոցը։ Ես Կարեն Քալաշյանն եմ։ Ավարտել եմ Կարեն Ասրյանի անվան համար 171 հիմնական դպրոցը։ Ես այս երկրի զավակն եմ, ապագա զինվորն ու հայրենիքի պաշտպանը, իմ հայրենիքը իմ տունն է։ Իմ հայրենիքը, իմ մայրն է, մայր Հայաստանն ու հայրենի Արցախ։ Իմ հայրենիք իմ սերն է, հայրենի հողն ու հարազատ հոգին։ Իմ հայրենիքը իմ դպրոցն է, Սուրբ կրթօջախն ու սերունդներ կերտողը։ Իմ հայրենիքը իմ ուսուցիչն է, մեզ միշտ սիրող է, հավերժներով։ Սիրելի ուսուցիչներ, մեր մանկության ու պատանեկության, ժպիտի, տխրության, ուրախության, վայրեջների ու վերակների անխոնջ վկաները, ձեր միակ սիրո, անվերապահ նվիրումի ու մեծ կամքի շնորհիվ է, որ այսօրվա աշակերտը գալիս է դպրոց, կրթվում է ու դաստիարակում, դառնում նվիրյալ զավակ թե դպրոցի, թե հայրենիքի և թե սեփական ծնողի համար։ Սիրելի դպրոց, քո լուր պատերի ներքո տարիներ անցան, մեզ քո ջերմ գիրկն առար ու գունգունեցիր, պահեցիր ուղիին տարի ու այսօր արդեն շրջանավարտենք։ Հարգելի ընկեր Խաչատրյան, շնորհակալ ենք տարիների ձեր նվիրումի, սեփական սկզբունքներին երբեք չդավաճանելու, բազում սերունդներ կրթելու և մեծ կյանք ճանապարհելու համար։ Հարգելի փոխտնօրեններ, շնորհակալ ենք ձեր կատարած մեծագույն աշխատանքի, աշակերտների հանդեպ հարգան, մարդկային վերաբերմունք ցուցաբերելու, դպրոցի լավագույն ավանդույթները պահելու և պահպանելու համար։ Дорогая Ирина Саркисовна, сегодня для нас особенный день. День прощения со школой, но также день благодарности. Мы хотим сказать вам искреннее спасибо за ваш труд, за вашу строгость, которая учила нас дисциплине, за вашу справедливость, которая воспитывала в нас честь, и за вашу преданность, которая вдохновляла нас становиться лучше. Не только знающими, а думающими. Не только говорящими, а чувствующими. Ваши слова, ваше наставление и ваша вера в нас навсегда останутся в наших сердцах. Вы
Выучили нас не просто русскому языку, а великой культуре слова, глубине мысли, уважению к традициям. Но самое важное, вы всегда напоминали нам о ценности родного языка и любви к своей земле. Это урок, который мы пронесем через всю жизнь. Прощайте школьные дни, что все впереди неизвестно, и нам никогда не забыть те добрые песни, что пели мы вместе, мы будем вечно любить. Те добрые песни, что пели мы вместе, мы будем вечно любить. Сложные задания, первые признания, озорной и очень дружный класс. Дневные уроки и учитель строгий, не забудем никогда мы вас. Но время промчалось, немного осталось, настёл последний звонок. Но время промчалось, немного осталось, настёл последний звонок. Стать бы первоклашкой, не вернуть вчерашний, взять бы и сначала всё начать. Темный вечер летний и звонок последний, будем мы с любовью вспоминать. Экзамены кончатся скоро, последний звонок прозвенит. Простимся со школой, жизнью веселой, прощайте школьные дни. Простимся со школой, жизнью веселой, прощайте школьные дни. Прощайте школьные дни. Прощайте школьные дни. Սիրելի ընկեր Գրիգորյան, մանկության հուշերի ջերմ ուղեկից, հայոց այբուբենի առաջին մատուցող, շնորհակալ եմ ձեր նվիրվածության և սերունդների դաստիարակության գործում մեծ աղանդ ունենալու համար։ Dear Ms. Sargsyan, today, as we celebrate this milestone, we want to express our sincere gratitude for your dedication, patience, and unwavering support. You have been more than a teacher. You have been a guide, inspiring us not only to master a language, but to embrace confidence, curiosity, and the love for learning. Your passion and creativity made every lesson meaningful, turning challenges into opportunities and mistakes into lessons. Thanks to you, English is no longer just a subject, but a gateway to new possibilities. We carry your wisdom with us and will always remember the impact you have made. Սիրելի Միս Սարգսյան, այսօր, երբ նշում ենք այս կարևոր պահը, ցանկանում ենք խորին երախտագիտություն հայտնել ձեր նվիրումի, համբերության և ասպառ աջակցության համար։ Դուք եղել եք ոչ միայն ուսուցիչ, այլև ուղեցույց, ոգեշնչելով մեզ ձեռք բերել վստահություն, հետաքրքրասիրություն և սեր սովորելու հանդեպ։
Ձեր ողջավորությունը եւ ստեղծագործ մոտեցումը յուրաքանչյուր դասը դարձրել են արժեքավոր։ Մարտահրավերները փոխակերպելով հնարավորությունների, իսկ սխալները ուսանելի փորձի։ Ձեր շնորհիվ անգլերենը մեզ համար պարզապես առարկա չէ, այլ նոր հորիզոններ բացելու հնարավորություն։ Մենք միշտ կհիշենք ձեզ ու ձեր տված դասերը։ Շնորհակալություն ենք հայտնում ձեր մատուցած անբաստիկ հայերենի, մայրենի լեզվի կարևորությունը մեր մեծ սերմանելու, լեզուն սիրելու, պահպանելու, հայ գրականության գոհարները հավուր պատշաճի ներկայացնելու համար։ Սիրելի ընկեր Միքայելյան, շնորհակալ ենք ձեզ մեր մաթեմատիկական եւ վերլուծական միտքը բարձրակետում պահելու եւ կյանքի բազում թեորեմների ճշգրիտ ապացույցները գտնելու համար։ Սիրելի ընկեր Պողոսյան, շնորհակալ ենք աշխարհի 4 սարքերը մեզ հասանելի դարձնելու, այն մեզ յուրովի ներկայացնելու եւ մեզ աշխարհում կարևորելու համար։ Սիրելի ընկեր Խոջան, անչափ շնորհակալ ենք ֆիզիկայի խորհրդավոր գաղտնիքները մեզ համար բացահայտելու, առարկան ձեզանով սիրելի դարձնելու եւ մեր երազանքները դեպի աստղալից երկինք հասցնելու համար։ Շնորհակալություն ենք հայտնում հայոց պատմության դարավոր ուղիների ճշգրիտ ներկայացման, անցյալի եւ հայրենի արմատների պահպանման, ինչպես նաեւ սեփական իրավունքների գիտակցման եւ ուրիշի իրավունքների հանդեպ հարգալից վերաբերմունք սերմանելու համար։ Շնորհակալ ենք շատերս համար դժվար անհասկանալի թվացող կենսաբանություն առարկան հասկանալի ու հասանելի դարձնելու, մարդու եւ բնության ներդաշնակությունը ճշգրիտ ներկայացնելու համար։ Կեչախաս, նորակաց հանդում քիմիայի դժվար ֆորմուլաների, անլուծելի խնդիրների, Միջելևի աղոշակի ոչը գոճան մեզ փոխանցելու համար։ Շնորհակալ ենք առողջ ապրելակերպը կարևորելու, սպորտը մեր կյանքն ներմուծելու եւ այս ամենը պահպանելու համար։ Հարգելի պարոն Կարապետյան, շնորհակալություն ենք հայտնում մեր մեջ հայրենիք սերմանելու, ուժեղ հայ, նվիրած զավակ ու զինվոր կերտելու համար։ Սիրելի աշխատակազմ, շնորհակալություն ենք հայտնում ձեր կատարած աշխատանքի եւ քրքերի աշխարհը մեզ հասանելի եւ հասկանալի դարձնելու համար։ Սիրելի դպրոցի հարգելի բուժասնակազմ, անչափ շնորհակալ ենք մեր աներկին հիվանդներն ու դասերին չմասնակցելու մեծ ցանկությունը որպես ճշմարտություն օգնելու եւ անհրաժեշտության դեպքում ձեր մասնագիտական պարտքը կատարել կատարելու համար։ Սիրելի ընկեր Ալեքսանյան, շնորհակալություն ենք հայտնում
ուղարկում ձեզ մեր տաղայիները երգով լսնելու և երաժշտությամբ մեզ պարավորելու համար։ Այսօր մեր պատվավոր հյուրերի շարքում ներկա է մի հրաշալի մարդ, ում խիստ հայացքի ներքո տարիներ անցան։ Մարդ, ում սերմանած խոսքի ու գաղափարների արձագանքները ապագայում պիտի փնտրենք։ Ում նվիրական աշխատանքը նկատել է ամենուր և ամենքից կողմից։ Մարդ, որից կարելի է սովորել կարգապահություն, հայրենասիրություն և մարդկային բարձր արժեքներ։ Հարգելի պարոն Սաֆարյան, որի շնորհակալությունն ենք հայտնում ձեր մեծ նվիրումի, ծերունների դաստիարակության գործում մեծագույն ավանդ ունենալու համար։ Ոչ միայն ես, այլ նաև ամբողջ դասարանը։ Իր նվիրված անաչառ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և բարյացակամ վերաբերմունքի համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Սիրելի մեր դասընկերներ, համար 171 հիմնական դպրոցը 9 տարի շարունակ եղել է մեր ամենօրյա հանգրվանը, մեր տակուկ անկյունն ու գաղտնարանը։ Այն մեզ հնարավորություն է տվել սիրել, վստահել, պաշտպանել ու ապավինել միմյանց, սովորեցրել լինել լավ ընկեր ու լավ քաղաքացի։ Այժմ ուշադրություն է էկրանին։ My true friend, my best friend, you are always there for me. Whatever life brings to me, my best friend is there for me. Չկան օրերը մանկության, բայց կա հուշերը հին, ու ես ու դու իրար կողքի կանգնած ենք տես կրկի. Չկան փոշոտ թաղերը էլ, հուշերը կարոտած, հպարտ եմ, որ ունեմ քեզ հետ ճանապարհ անցած, ընկեր իմ հին օրերի ամենաբարի, միշտ հավատալի, ընկեր սիրտը տանտերի, արագ ու բերի, ընկեր Անցնում են տարիներ գնում, բայց մեկ էլ մեր սրտում, ընկեր դու կաս, ինչ էլ լինի, ընկեր ես դու մնում, չկա ոչինչ որ բաժանի, գործնի հավատը մեր, դարձանք իրար մենք արժանի, իմ հին ու լավ ընկեր, իմ հին օրերի, ամենաբարի, միշտ հավատալի, ընկեր սիրտը տանտերի, արագ ու բերի, ընկեր իմ հին օրերի ամենաբարի, միշտ հավատալի, ընկեր սիրտը տանտերի, արագ ու բերի, ընկեր Yeah. Check it out. Think you want place.
Yeah, yeah. In hinori, amenabari, mishtavatari, ankesh, sirte tanteri, aratuberi, ankesh. Մենք փակ նամակ ունենք։ Սիրելի ընկերներ, իմ մանկության անփոխարինելի հիշողություններ։ Չնայած մեզ տարիներն ու հազարավոր կիլոմետրեր բաժանել են, իմ սիրտը հաճախ է վերադառնում մեր դպրոց, մեր դասարան, մեր մանկության անկեղծ ու լուսավոր օրեր։ Այն ժամանակ ես չէի պատկերացնում, որ կգա մի օր, երբ ձեզանից հեռու կլինեմ, այլ երկրում, այլ միջավայրում։ Բայց այսօր, երբ դուք կանգնած եք կարևոր փուլի առջև, ես ուզում եմ իմ սրտի ամենաջերմ խոսքերը ուղարկել ձեզ։ Ձեզ մաղթում եմ անսահման ուժ, նոր գիտելիքների հանդեպ սեր ու վստահություն, ձեր ուժերի նկատմամբ, եւ թող երազանքների հանդեպ ձեր հավատը չմարի։ Ձեր ճանապարհը դեպի ավագ դպրոց լինի լի հնարավորություններով, լավ ընկերներով եւ իմաստալից բարություններով։ Այս պահի ես շատ կցանկանայի լինել ձեր կողքին, գրկել ձեզ եւ ասել. ես երբեք չեմ մոռացել ձեզ։ Սիրով Համլետ Գրիգորյան։ Im hinareri, amenabari, mishtavatari, ankesh, sirte tanteri, aratuberi, ankesh. Asuma dariner gnu, բայց մեկ էլ մեր սրտում, ankesh du kas, incelini, ankesh du manu. Ոչինչ որ բաժանի գործնի հավատը մեր դարձանք իրար մենք արժանի իմ հին ու լավ ընկեր Սիրելի մեր ծնողներ, շնորհակալ եմ ձեր անվերջ սիրո, անսահման ներումի, մեզ թևեր տալու ու երազանքների երկնակամարում մեր թռիչքը ապահովելու համար։ Իսկ մեր թռիչքը դեպի 7-րդ երկինք դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Մեմում Ինի դասարանն է։ It's got cigar, go to pizza.
случаю окончания школы. Годы, проведенные в этой школе, это неотъемлемая часть биографии каждого ученика. В ходе учебы мы познавали мир, познавали горизонты. Я желаю вам, чтобы все ваши мечты сбылись. И самое главное, мирного неба над головой. Стремитесь, дерзайтесь, не останавливайтесь на достигнутом. И тогда у вас все получится. Добрый путь! Հերոստղերքը մեր, ելան բարձունքնի վեր, զոհվել չկա տղեր, գրվի ժամի, սա հայրենիքն է մեր, սուրբ հող ու հորով էր, պիտի ծնկի գա թշնամի։ Սիրելի երեխաներ, քանի որ ես 52 տարի աշխատել եմ երկու դպրոցներում, տարբեր դպրոցներում, աշխատել եմ նաև ձեր դպրոցում։ Ու ձեր դպրոցի այն շրջանավարտները, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, հանուն իրենց ծնողների սիրո, ես ցանկանում եմ ձեզ բոլորիդ նորից հիշեցնել նրանց մասին։ Անվանական ոչ մեկին չեմ ասում, բայց խնդրում եմ դուք լսեք, հավատ ու սեր ունեցեք ձեր հայրենիքին։ Ով բարի մարդիկ, մենք բոլորս կիսալուսին էինք և շատ էինք ցանկանում լիալուսին դառնալ, բայց ավաղ հայրենիքը մեզ էր կանչել։ Հայրենիք հողը տարապում էր ոսոխի ոտքերի տակ, հայոց լեռներից հրաբուխ էր ժայթում, և թողած մեր իղձերն ու անուրջները մենք դուցազդացանք, լեգենդ դարձած երկինք հրացած։ Պայքարեցինք, իսեր սնողանց հանուն հայրենաց, և հաղթանակի հավատը սրտներումս ավաղ հեռացավ։ Այժմ ես բոլորի կողմից սեր եմ մաղթում ձեզ, առողջություն, քաջություն, ինչ էլ որ անեք, ինչ էլ որ լինեք, սիրեք ձեր ծնողներին, սիրեք ձեր հայրենիքը, հայրենիքը պահեք այնպես, ինչպես Կապուտիկյանն էր ասում, եթե սուր քաշեն մորդ վրա, ինչպես կպահեք հայրենիքը, դուք էլ նույնը պահեք ձեր հայրենիքը, բոլորիդ առողջություն թող լինի, թող այդ երիտասարդները, որոնք 17, 18, 20, 30, 35, 40 տարեկանում մահացան, թող մահանան ձեր կատարած աշխատանքների շնորհիվ։ Խորհուրդ կտամ գրադարանից վերցնել և կարդալ դրախտի արցունքներ գիրքը, այնտեղ մոտ 300 հոգու անուններ կան, ձեր դպրոցի շրջանավարտների անուններից էլ կան։ Դրախտի արցունքներ, գրադարանը որ ասեք համարին, իրենք ձեզ կտան։ Այդ գրքի մեջ շատ բան է տված 40-օրյա պատերազմի մասին։
Ես ձեզ բոլորիդ մաղթում եմ առողջություն ամենակարևորը, հաջողություն, մեկը մյուսին սիրեք ու հարգեք եւ հավատ ունեցեք։ Հավատ, որ հայրենիքը պետք է միշտ ծաղկի, թող ծաղկի մեր հայոց աշխարհը։ Ձեզ բարի երթ բոլոր։ Շնորհակալ եմ։ Ոսված մեր հանապազոր դուր մեզ այսօր, այև թող մեզ պարտիս մեր, որպես եմեք թողունք մերոնց պարտաբանած, և մի տանիս մեզ իպարսություն, այլ պրիկյաս մեզ իչարեն, զի քարքայություն և զորություն և պարկ հավիտյանս ամեն։ Սիրելի աշակերտներ, դուք կանգնած եք աշխարհի ամենաուրախ վայրում, դա եկեղեցին է։ Եկեղեցին մեզանից շատ բան է վերցնում, մեր հպարտությունը, մեր գոռոզությունը, մեր ագահությունը, բոլոր բացասական բաները վերցնում է։ Ես ինչ համար եմ այսպես խոսում, չեմ ուզում այնպես ինչպես մտնել են այստեղ, այդպես էլ դուրս կան։ Այս դռնով շատ շատերն են մտնում, բայց քչերին է տրված ճիշտ դուրս գալ։ Դուք այստեղից պետք է դուրս գաք։ Ճիշտ արդար, իմաստով, բարի, առողջ, գիտակից, միևնույն ժամանակ հիշելով հանդերձ, որ մենք պետք է երջանիկ ունենք իհարկե մեր հայրենիքում, մեր տան մեջ։ Ինչու համար եմ սա շեշտում, որովհետև դա շատ կանոնակարգված է մեր ամբողջ կյանքի ընթացքի մեջ։ Եկեղեցին էլ իհարկե մի ընտանիք է, ամենք իրեք եւ տոնորին այստեղ մատուցում է Սուրբ Պատարագ, բայց այսօր դրա մասին չէ որ խոսել եմ, այլ խոսել եմ ամենակարևոր բանի եւ օրհնել եմ ձեզ։ Ընտրության գիտությունը շնորհքը վեհ է բոլոր առաքինությունից։ Դուք այսօր ճիշտ ընտրություն պետք է կատարեք։ Այստեղ եկեղեցու մեջ, որովհետև ընթացքը շարունակվում է։ Եվ հեշտ ժամանակներ չեն լինելու, դժվարություններ են լինելու եւ այդ դժվարությունները պետք է հաղթահարենք հավատքով, հույսով եւ սիրով։ Հավատք ուժ է տալիս, սերի կյանք։ Առանց սիրո կարող եք ապրել, բայց առանց սիրո անհամ է ապրել։ Ես ուզում եմ որպեսզի այսօր շատացնենք եւ սերը եւ հույսը հիշելով հանդերձ, որ երբ որ մարդը մկրտվում է, դառնում է Սուրբ Հոգատաշար եւ այդ տաշարը պետք է լսնի Աստծո խոսքով, ովքեր մկրտված չեն պիտի մկրտեն, որպեսզի չդառնան ծառա եւ ստրուկ, որպեսզի ճիշտ ընտրություն կատարեն։ Մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն, ձեր հայրերը ճիշտ ընտրություն չեն կատարել։ Դեռ չգիտեմ պատերը կատարեն, բայց դուք պետք է ճիշտ ընտրություն կատարեք, որտեղ դուք ավելի գիտակից եք, դուք ավելի հետաքրքիր անձնավորություններ եք, որովհետև շատ հետաքրքիր հոգեվիճակների միջով եք անցնելու այս ժամանակահատվածը։ Պատմական խորը ժամանակահատվածներ են հայոց աշխարհի համար։ Եվ ներսից եւ դրսից հակահարվածները շատ են։ Դրա համար դուք պետք է ուժեղ լինեք, որ դիմակայեք եւ աչքից նեք նաեւ ձեր ընտանիքի անդամներին։ Կյանքը ունի երակի այդպես իմաստ, իհարկե բարոյական, հոգեվոր, նաեւ գիտակից, դրա համար ուզում եմ որպեսզի այսօր այստեղ մտորեք նաեւ շարունակելու եք ուսումը։ Տարբեր ուղղություններով, մասնագիտ, ովքեր են ուզում մասնագիտություն ձեռք բերել։ Հիմա ես ես հարցնեմ, որն է կարևորը, լավ աշխատանք ունենալը, թե լավ բիզնես ունենալը։
Ուրեմն մի անգամ այսպես ասացի, մեկն ասաց լավ մարդ մնալը, լավ մարդ մնալը, ինչ ուսում են և որ ասպարեզում ուսում են մի սիրելներս ձեր վեհության ու բարձրության վրա եղել, լավ մարդ, որովհետև մենք ծնում ենք հրեշտակի պես, հետո տեսնում եմ շատերը արդեն հրեշ են տարել իմ աչքի առաջ, չեմ ուզում հրեշ տարնակ, դուք պետք է տարբերվեք, որտեղ դուք այսօր օրհնություն եք ստանալու։ Ես երբ որ շատ հաճախ հարցնում եմ, որն է կարևորը, սերը թե աղոթքը շատերը մոլորվում են, երբ որ հարցնում եմ, ասում եմ, որն է կարևորը դպրոցում, լավ ուսումը թե լավ դաստիարակված մարդը ինչ-որ տարօրինակ վիճակ է ստեղծում։ Մարդը պետք է լավ դաստիարակված լինի, ժողովուրդ։ Մարդը պետք է սիրի, որ կարողանա աղոթել։ Աղոթքը դա հոգու ջահն է, որ մաքրում է մեղքի մեկը եւ մեր հոգին դարձնում է լույսի օթևան։ Տեսնում եք կյանք հնարավորությունը դուք բաց չթողեցիք։ Կյանքը սեր է պիտի սիրեք, կյանքը դժվարությունը պիտի հաղթարեն, կյանքը պիտի փրկեն։ Ասում է Աստծուց խնդրեցի երջանկություն, Աստված ասաց, ես օրհնություններ եմ տալիս, հիմա երջանի կլինեք, թե ոչ դա արդեն ձեր գործն է։ Տեսնում եք ինչ ազատություն է Աստված տվել ձեզ։ Այդ ազատությունը պետք է ճիշտ օգտագործեք։ Պահեք ձեր բարոյական նկարագիրը, այսօր ուզում եմ երկու ուսադիր տալ բոլորին, եթե թույլ կտաք։ Առողջություն եւ արժանապատվություն։ Գիտեք ինչ արժանապատվությունը։ Հայաստանում քչերը գիտեն ինչ արժանապատվությունը դրա համար ասում։ Շատ քչերը գիտեն։ Պահեք ձեր արժանապատվությունը, սիրելիներս, երբ որ աղջիկ ենք դաստիարակում, իմացեք, որ մի ամբողջ ազգ ենք դաստիարակում, ասացեք ովքեր են ձեր աղջիկները, եւ ես կասեմ թե դուք ով եք։ Երբ որ տղա ենք դաստիարակում, նշանակում մարդ ենք դաստիարակում, մարգարե, արարող, ռաբի եւ դատավոր, տղամարդը, որ 4 հատկանիշ ունեցավ, նա իրավունք ունի հաց ուտի։ Քայլի։ Դրա համար ձեր ընտրությունը աղջիկներ ճիշտ կատարեք։ Եթե ուզում եք թակուհի լինել, թակավոր կլինի ձեր կողքին կախած։ Հիշեք։ Տիրոջ աչքի իհարկե բոլորի վրա լինի։ Հիշեք, արեգակից հետո ուսուցիչներն են։ Ինչ ուզում է լինի, իրենց կարգավիճակի մեջ են, իրենց վեհության ու բարձրության վրա են։ Չնայած այսօր այդքան չի գնահատվում, որ ինչի համար եմ սա ասում, որովհետև ուսուցիչների ձեռի տակից են դուրս գալիս։ Եվ կարմիր բերետավորները, եւ սեպերավորները, եւ սպիտակ բերետավորները, եւ վերև նստածները, եւ ներքև նստածները, բոլորն են ուսուցիչի ձեր, բայց չեն գնահատում ուսուցիչին։ Սա է ողբերգությունը։ Ուսուցիչը պետք է ունենա պատգամավորի չափ աշխատավարձ եւ պատգամավորի կարգավիճակ։ Այո, որպեսզի կանոնակարգվի, որտեղ սա ինչ է, ինչ է։ Իրենք այնտեղ նստած ուսուցիչներին բան են անում։ Ես չեմ սիրում այդպիսի բաներ, ուսուցիչը, ես մեկ օր այդպես խոսում եմ, իհարկե կարող է ձեզ համար տարօրինակ թվա, բայց հիշեք։ Նույն ձևով նաև պետք է պատմեք ձեր ծնողներին։ Հիշեք 600 պատվիրան տվեց Աստված, չկարողացան կատարել։ Հետո տվեց 10, դա չկարողացան։ Հիմա տվել է մեկը, դա չեն կարողանում կատարել։ Մեկը որն է։ Սիրիր քո Աստծուն եւ սիրիր քո մերձավորին։ Պատվիր։ Պատվիր։ Հիմա դա չեն կարողանում կատարել։ Մի պատվիրան է, ամենը դա չեն։ Իսկ գիտեք ոսկե կանոնը։ Ինչպես կամենում եք որ ձեզ հետ վարվեն, ձեզ վարվեք։ Ես ուզում եմ որպեսզի այսօր հիշեցնեմ ձեզ բոլորից շատ կարևոր մի բան։ Իհարկե, վերջնելն համար ասում էր հանդիպան, ես չգիտեմ եք եկեք հանդիպելու սիրտը ցավում է, չեք կարող։ Մեր սիրտը, քահանաների սիրտը մի օվկիանոս է, փոթորկային վիճակի մեջ է, որտեղ հայրենիքի կորստուն են։ Շուշվա եկեղեցու բացում ես եմ արել, Հադրութի եկեղեցու բացում ես եմ արել, 12 տարի ծառայելով Արցախի թեմում շատ քաղաքներում եմ ծառայել։ Ինչի համար, որովհետև նախկին մակավարժ են եղել, նախկին կարողացել են կանոնակարգել, հավաքել, հետո նոր հանձնել մեկ ուրիշին, այդպես կանոնակարգել, ինչու համար եմ սա ասում, դուք էլ հավաքող եղեք, մի ցրեք ձեր ցավը տանեն։ Իմ կյանքի փորձով եմ ես ասում, հավաքող եղեք։ Ամեն մարդու դիմացի մարդու մեջ տեսեք ոչ թե թշնամու, այլ տեսեք համագործակից եւ բարեկամ, եւ ամեն բան կգրի իր տեղը։ Մենք շատ հաճախ դիմացի երիտասարդի մեջ տեսնում ենք թշնամի։ Ընկերոջ, բարեկամի, քրոջ, ինչ գիտես, վաղ ապագա կարող է քո տիկինը լինի, ինչի ես իրեն վիրավորում։ Կարող է ապագա քո երեխաների մայրը լինի։ Հասկանում եք։ Պետք է շատ բարեհասկան լինել, մանավանդ աղջիկների հանդեպ։ Այո, մանավանդ տղաներ, իմ խնդրանքը ձեզ։ Քրոջ պես վարվեք մեր աղջիկների հետ։ Հարցեր չկա, այսքան շատ խոսեցի։ Իր ազգի մեջ թշնամի փնտրել չի կարելի։
Շնորհակալ ենք այս բառերի համար, որոնք լույս ու ջերմություն տվեցին մեզ։ Մենք կարիք ունեինք այս բառերի, այս հանգստության, որը սփռվեց այս տարածքում, եւ այդ խոսքերը ես համոզված եմ հասան մինչև հոգու հոգ։ Թող արմատից։ Անպայման արմատից։ Սիրեք կջերեք, իրեն կջերեք։ Կհիշեն, որ դերհարություն այսպիսի բան ասած մեզ, որովհետև ընտրությունը շատ կարևոր է ներու ձեր ամբողջ ընթացքի մեջ, կյանքի ամբողջ։ Ավելի լավ հաշտուտի քանստի ինչ պատահի, ավելի լավ չամուսնանա քանստի ամուսնանալու այդ պատահի, ավելի լավ ընկերություն չանի քանստի ում այդ պատահի, դրա մասին է խոսքը։ Սուրբ Հաչիվս աղաչեսու կստեր, զիսովալ պրգեսես մեզ իմեղացի կեցու շնորի ողորմության գիրով ամենակալ Տեր Աստված մեկ կեցո և ողորմյա։ Պահպանիչ և հույս հավատացելս Քրիստոս Աստված մեր, օրտնյա պահյա և պահպանի աշակերտս, սնողս բարեկամս Շիսուս նկարիչներս։ Հայոց սահմանները եթե պահպանվել են, և բոլոր զինվորներին սպաներին, փրկիր երևելի և անդրեգույց շտամոց արժանավորյա գողության հարավարել հայր որդի Սուրբակի, այժմ եմ իշտ հավիտյանս հայրենից ամեն, օրհնյալ եղերուկի շնորհած Սուրբ Հոգուն երթակ է խաղաղությամբ և Տեր Հիսուս եղեցին ձեզ, անմեզ, ընդամիրեսյանցոտ, ամեն։ Եկեղեցին դուք եք զարդարում իշեք, Տեր հարություն դուք